Խորհրդարանական ընտրությունից առաջ Հայաստանին 12 միլիոն եվրո են տալիս հնարավոր հիբրիդային սպառնալիքների, ապատեկատվության տարածման, կիբերհարձակումներին դիմակայելու համար։ Ասում են, գումարը կտան քաղաքացիական հասարակությանը, լրատվամիջոցներին, բայց նաև իշխանությանը, առանց որի ըստ իրենց պայքարը չի ստացվի։ Ու մի քիչ ավելի մանրամասնում են, որ այդ գումարը Ռուսաստանի դեմ տեղեկատվական պայքարի համար է։ Այդ հիբրիդային պատերազմը այդ ինչ է, այդ ով է վարում։ Արդեն անդրադարձել եմ, որ երբ նայում ենք ՔՊԻ գործունեությանը վերջին 8 տարում, հենց հիբրիդային պատերազմի հայ ժողովրդի դեմ այս իշխանությունը մեր ազգային արժեքները ոտնահարում է, մեր երկրորդ հայկական պետությունը հանձնել է թշնամուն, Հայաստանից տարածքներ է հանձնել, թշնամու պահանջները բավարարում է, դա հիբրիդային պատերազմ չէ։ Ենթադրում եմ, որ Եվրոպան կարող էր Հայաստանին փող տալ Ռուսաստանի դեմ գործելու համար։ Ռուսաստանն է իրենց հակառակորդը, որի դեմ ուղղում են այն պետությանը, որը ունի թույլ, իր երկրի շահերից չհասկացող իշխանություն, կլինի Մոլդովա, Ուկրաինա, թե այլ երկիր։ 12 միլիոնի շահառուն Հայաստանի քաղաքացին չէ։ Ժողովրդին չեն բաժանելու, որ ՀՀ քաղաքացին լավ ապրի, դրանից օգուտ չունեն։ Դրա համար էլ Հայաստան մտած գումարը Հայաստանի քաղաքացու լավ ապրելուն չեն ուղղում։ Ոստիկանությանն էլ են գումար տվել, որ իբր բարեփոխվի, հանուն քաղաքացու։ Բարեփոխվել է։ Հայ ազգային արժեքը եկեղեցին հարյուրավոր ոստիկաններով շրջափակում են, որ ՔՊ-ն հնարավորություն ունենա կուսակցական պատարակ անելու։ Դրա շահառունով է ժողովուրդը։ Սաղ օրը սպանություն, գողություն է, բացահայտումները քչացել են, բայց պարեկները բարձր վարձատրվում են ու հսկում միայն ՔՊ-ի անվտանգությունը։ Եվ ուրեմն փող են տալիս ՔՊ իշխանությունը պահելու համար, կլինի ուժային կառույցներով, կլինի սոցցանցերում ատելություն տարածելով։ Այս անգամ էլ խոշոր գումար են տալիս Ռուսաստանի դեմ ատելության դոզա սրսկելու համար։